հիմա եկեք դիմավորենք Արմենուհուն։ Ավելի շատ բան փոխանցի։ Շնորհակալություն, իրականում իմ գոլեգաներից հետո ես չգիտեմ ինչքան պիտի ճարտարախոս լինեմ, որ այդքան սիրուն ձեզ բացատրեմ ասեմ ամեն ինչի մասին։ Ոչինչ չեմ փորձի ավելացնել, ընդհանրապես կասեմ, որ ես չեմ գնացել կրիզիսի միջոցով։ Այսինքն իմ կյանքում չի եղել կրիզիս, որպեսզի ես գտնեմ ցուցայը, գնամ ցուցայ սովորեմ։ Առաջին բանը, որ ինձ գրավել է գիտության մեջ, ես մինչ այդ էլ արդեն Կրիստինա Եղիազարովայի մոտ ավարտել էի դպրոցը, թվային հոգեբանությամբ զբաղվում էի, լսեցի, որ կա ինչ-որ օգնիցի գում, իսկ ես քանի որ այսպես մի տեսակ ուզում եմ աշխարհը այն կողմից տեսնել, այն ինչ շոշափելի չի, հասկանալի չի, ինձ ավելի շատ է ձգում, ու որոշեցի, լավ, դե վեր գնամ, մի հատ տեսնեմ այդ օգնիցի գումը ինչ է իրենց ներկայացնում, ու աշխատեմ իմ էներգետիկ ամբողջ ներդաշնակության վրա եւ այլն։ Այդպես հասել եմ ես այնտեղ որտեղ դասավանդում էի, դա Ստամբուլում էր, եւ հայտնվել եմ այս էգրեգրի մեջ։ Ես միշտ ասում եմ էգրեգր, երբ բոլորը գիտեք ինչ բան է էգրեգրը, ու անչափ ուրախ եմ, որ հայտնվել եմ։ Ուզում եմ ասել, որ գիտեք, մենք կյանքում անցնում ենք ճանապարհ, ու այդ ճանապարհի ընթացքում մեզ անդադար մեր ճանապարհին քարեր են հանդիպում։ Դրանք կարող են փայլուն լինել, դրանք կարող են մի քիչ փոշոտ լինել, դրանք կարող են լինել քարեր, որոնց վրա կարող է ոտքը դնես ու վնասվես։ Ու այն հոտառությունը ու բարձր եսի հետ այն կապը, որ դու կարող ես հասկանալ, որ քարը վերցնես ու դա ինչ կարող է դառնալ քո ձեռքում, դա տրվում է կամ միանգամից ի վերուստ, կամ դու ուղղակի դա կարողանում ես բացել քո մեջ։ Ցույցը ինձ համար այն գործիքներից մեկն է, որով ես կարողացել եմ բացել ինքս ինձ։ Եվ քանի որ բիզնեսով զբաղվող մարդ եմ եւ ավելի պրագմատիկ եմ փորձել նայել այդ հարցին, փորձել եմ գիտելիքները բերել նաեւ իմ բիզնես, որպեսզի կարողանամ իմ բիզնեսում մարդկային ռեսուրսը կազմակերպել այնպես, որպեսզի դա օգտակարություն բերի եւ իրենց եւ ինձ, որպեսզի եւ ես երջանիկ լինեմ իրենցով եւ իրենք երջանիկ լինեն այնտեղով, որտեղ աշխատում են եւ կարողանան նպաստել այդ գործունեությանը։ Իրականում, եթե կան հարցեր, ես ավելի սիրով պատասխանեմ ձեր հարցերին։ Կանելով ձեր թվերը։ Ինը երկուս, հա, մի հատ հետաքրքիր բան ասեմ այս առիթով, ուրեմն չկարծեք ես եկել եմ այստեղ ու շատ ուզում էի գալ այս լսարանի առջև խոսել, բացարձակ, գնացի ասացուցայ, ինձ ասացին, գիտես, դու ունես երկու միսիա, ու պիտի դառնաս մենթոր կամ քոչ։ Ասում լավ էլի ժողովուրդ, կարող է չէ գնամ ուրիշ բանով զբաղվեն, ասեցին չէ, որովհետև դա քո միսիան է ու քո էներգիայի աղբյուրը։ Ես գիտելիքը առաջին անգամ վերցրեցի իհարկե այսպես հակազդեցությամբ ու բավականին երկար նույնիսկ այդպես կոնֆլիկտային խոսակցություն ունեցա իմ մաստերի հետ, որը այդ պահին ներկայացնում էր, թե ինչ է երկու միսիան, դա նույնիսկ կա տարածվել է եւ այլն, որ ես ասում եմ ոնց, ես, ես ինչ եք ասում, ինչ մանիպուլյացիա է, դու մասին եք ասում, ոնց ես որոշում չեմ կարող։ Կարևոր չի դուք ձեզանից քանի հոգի կմնա այստեղ, քանի հոգի կվերցնի գիտելիքը, քանի հոգի կուզի շարունակել այդ գիտելիքը, քանիսը կդառնան, ասենք, մաստերներ, մյուսներին կոնսուլտացիա կանեն կամ իրենց ներդրումը կունենան հենց մյուսների կյանքում օգուտ բերելու մեջ կամ առասարակ գիտությունը օգտակարության տեսանկյունով տարածելու մեջ, դա բացարձակ կարևոր չի։ Վստահ եղեք, դուք անում եք ձեր համար։ Այս փուլում ձեր ամենամեծ առաքելությունը դուք ինքներդ ձեզ օգուտ բերելու մեջ է։ Ու դուք դրանով ուղղակի երևի թե դեզերտին կասեք, որ ես այստեղ եմ, ես կարևոր եմ, ու ես քեզ վստահում եմ, քո ձեռքը բռնի իմ ձեռքը ու ինձ տար առաջ։ Ու այդ փայլուն քարերը, որ կան ձեր ճանապարհին, դրանք անպայման կերևան։ Շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալություն Արմեն։